Արմեն Պողոսյան Ալեքսեյ Օվերչուկը օրերս 10-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել իր տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս ամենին զուգահեռ պիտի դիտարկել, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի առաջնորդը բացահայտ ասել էր, որ Երևանի անդամակցությունը միաժամանակ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ին անհնարին է։ Սրան զուգահեռ էլ նաեւ պիտի դիտարկենք, որ վարչապետ Փաշինյանը իր հերթին նշում էր, որ Երևանը գիտի ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի է Եվրամիության անդամակցության հետ։ Այս ամենը դիտարկելով կարող ենք ասել, որ Փաշինյանը շարունակում է երկու պարանի վրա խաղ տանել ու ինչ հետևանքների կբերի այս խաղը։ Եվ ըստ ձեզ որն է այն կետը, որի մասին ավելի վաղ խոսել է Օվերչուկը։ Սկսենք երևի առաջի բաղադրիչից, ընդհանրապես միջազգային հարաբերություններում հատկապես պետությունների ղեկավարների մակարդակի հանդիպումները, որոնք բաց տեսախցիկների առաջ են, դրանք սովորաբար շատ ավել այսպես արարողակարգային են, թեպետ այս անգամ գոնե թե մենք տեսանք, որ հայտարարությունները կամ խոսույթը երկու ղեկավարների միջև մի փոքր շեղվում էր արարողակարգային եւ դիվանագիտական խոսելավոճից եւ կարծեք թե անցում էր կատարում դեպի փոխադարձ մեղադրանքներ։ Սակայն սրանով հանդերձ բնականաբար հասկանալի է, որ պետությունների ղեկավարները, մասնավորապես այս պարագայում Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի նախագահ, պետք է այսպես բավականին կառուցողական իր խոսքը կառուցեր, իսկ թե հայ-ռուսական հարաբերություններում իրականում ինչ է կատարվում, կարծում եմ սա կուլիսներից այն կողմ տեղի ունեցող գործընթաց է, որտեղ իրական քաղաքականությունն է, որտեղ իրական հարաբերություններն են եւ որտեղ իրական խնդիրներն են։ Այս տեսախցիկների առաջ բնականաբար ցուցադրվելու է այն կամ հնարավորինս այն, ինչը որ պետք է կամ ինչը որ կարելի է հնարավորինս ցուցադրել։ Այս պարագայում հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի միջազգային հարաբերություններում իր ձեռագիրը ունեցած, ակնհայտ է, որ իրական Ռուսաստանի վերաբերմունքը մենք տեսնում ենք այլ պաշտոնյաների, հատկապես երկրորդական, երրորդական պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարություններում։ Այս պարագայում իսկապես Օվերչուկի հայտարարությունը այն իրական քաղաքականության մասին է, որը գոյություն ունի եւ իմիջայլոց հենց այս հանդիպումից եւ Օվերչուկի հայտարարությունից հետո արդեն հայկական ապրանքների հետ կապված խնդիրներ կարծեք թե միանգամից առաջացան, հայ գործարարները սկսեցին մեղադրվել այն բանում, որ դեպի Ռուսաստան արտահանվում է ոչ իրական հայկական ապրանք, այլ պետությունների ծագում ունեցող ապրանքներ են արտահանվում հայկական ապրանքի անվան ներքո։ Եվ ահա հենց այստեղ է, որ մենք տեսնում ենք, թե իրականում ինչպիսին է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը եւ իրականում ինչ է տեղի ունենում կուլիսներից այն կողմ։ Մյուս կողմից բնական է, որ հենց Օվերչուկի շուրթերով կամ մյուսների շուրթերով պետք է հնչեր այսպիսի նարատիվներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ Ռուսաստանին գոնե թե անուղղակի, իսկ ներքին քաղաքականության մեջ ուղղակի մեղադրում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ իրականացնելու մեջ։ Բնականաբար ցավոք սրտի հայկական թե վերլուծական դաշտում հատկապես պրոարևմտյան եւ պրոիշխանական եւ իշխանական վերլուծաբանների կամ քաղաքական գործիչների մոտ հիբրիդային պատերազմը ունի այլ ընկալում, քան իրական հիբրիդային պատերազմն է։ Եվ նրանց այս գործողությունները ես կարծում եմ, որ վերջնարդյունքում կդրթեն Ռուսաստանին իրական հիբրիդային պատերազմ վարել Հայաստանի դեմ, ինչը արտահայտվելու է թե տնտեսական պատժամիջոցների, սանկցիաների եւ անուղղակի գործողությունների միջոցով եւ թե տեղեկատվական, թե տեխնոլոգիական, թե այլ, այսինքն հիբրիդային պատերազմը իրենից ենթադրում է բազմավոլորտ գործողությունների համընդհանուր կոմբինացիա, որը կառավարվում է մեկ կենտրոնից։ Սա որպեսզի տարբերենք նրանից, թե ինչ են Հայաստանում բնորոշում որպես հիբրիդային պատերազմ։ Մյուս կողմից, եթե վերադառնանք թե
Հայաստանի իշխանությունները ինչպես են պատկերացնում ԵԱՏՄ, ԵՄ, այսպես Հայաստանի փոխհարաբերությունները այս երկու կառույցների հետ, ես կարծում եմ, որ բնականաբար Հայաստանի իշխանությունները փորձելով հնարավորինս ծրել հայ-ռուսական հարաբերություններ, իսկ այդ հարաբերությունները միջայլոց ոչ միայն եւ ոչ այնքան ԵՄ եւ ԵԱՏՄ հարաբերություններից ծիրում են, որքան օրինակ Հայաստանի իշխանությունների կողմից հարավկովկասյան երկաթուղիների կոնցեսիան Ռուսաստանից հետ պահանջելու, որը Ռուսաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Այն ձեռնարկություն է, որը ըստ տարբեր տեղեկությունների աշխատում է այսպես ոչ շահույթով, սակայն Ռուսաստանի համար այն ունի նշանակություն եւ այն ռուսական կողմը պահում է հնարավորինս, ինչը նշանակում է, որ այս կոնցեսիան Ռուսաստանի համար ունի ռազմավարական նշանակություն եւ Հայաստանի իշխանությունների կողմից այսպես անուղղակի փորձերը հարձակվել այս կոնցեսիոն պայմանագրի վրա, բնականաբար առաջացնելու է լուրջ դիմադրություն ռուսական կողմից, ինչը եւ մենք տեսնելու ենք ապագայում։ Եվ նոր լարվածության սկիզբ կարող է դրվել այս ամեն ինչի զուգահեռ, հա? Ես կարծում եմ, որ վերջին հանդիպումը հենց նոր լարվածության սկզբի մասին էր։ Այնքան էլ մենք փորձենք կառուցողական երկխոսություն գտնել երկու երկրների ղեկավարների հանդիպման հրապարակային մասում, միևնույնն է, այնտեղ շատ ավելի խորքային խնդիրներ կարելի է գտնել, քան կառուցողական խոսք։ Եվ ես պատահական չէր, որ նշեցի, թե Հայաստանի իշխանությունների կողմից պարբերաբար տարածվող նարատիվը, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, ի վերջո կարող է իրապես վերածվել հիբրիդային պատերազմի Հայաստանի դեմ, ինչը ուղղակի կործանարար ազդեցություն կարող է ունենալ թե Հայաստանի տնտեսության վրա եւ թե ընդհանրապես պետականության վրա։ Այսինքն սա կարող ենք դիտարկել որպես կարմիր գիծ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը հատի։ Տեսեք, նախ ԵՄ, ԵԱՏՄ առանցքում, եթե խնդիրը դիտարկենք, այստեղ ես վստահ եմ եւ կարծում եմ ռուսական կողմն էլ վաղուց գիտի, որ Հայաստանի իշխանությունների սպասողական դիրքը կապված չէ նրա հետ, որ շահավետ է իրենց համար ԵԱՏՄ-ում գտնվելը, այլ կախված է բացառապես այն հանգամանքի հետ, թե ինչ արձագանք կտա ԵՄ-ն Հայաստանի նպատակին անդամակցել իրեն։ Բնականաբար սա Ռուսաստանը հասկանում են եւ սրանով պայմանավորված ես կարծում եմ, որ Ռուսաստանը այսպես խաղադրույքները նույնիսկ կարող է բարձրացնել, հաշվի առնելով այն, որ ոչ թե շահն է այս պահին պահում Հայաստանի ԵԱՏՄ-ում, այլ ընդհանրապես անորոշությունը ԵՄ Հայաստան փոխհարաբերություններում։ Հետևաբար կարմիր գծերի մասին երբ խոսում ենք, կարծում եմ կարմիր գծեր ավելի շատ կան, ընդ որում երկու, թե Հայաստանի կողմից հատված եւ թե Ռուսաստանի կողմից, կարծում եմ այստեղ միակողմանի չպիտի դիտարկենք այդ կարմիր գծերի հատումը, որոնք ես չեմ կարծում, որ անդառնալիության շեմը ամեն դեպքում հատել են, ինչը կարելի է նաև իրական քաղաքականության մեջ տեսնել, որովհետև եթե այդ անդառնալիության շեմը հատված լիներ, ես կարծում եմ մենք ռուսական կողմից այլ գործողությունների ականատես կլինեինք։ Պարոն Պողոսյան, ի վերջո Օվերչուկի այս հարցազրույցը ինչ պատկեր է ձևավորում Հայաստանի համար եւ ինչ ուղերձներ էին պարունակվում այստեղ։ Ես կարծում եմ սա ավելի շատ ժողովրդին ուղղված հարցազրույց էր եւ ուղերձներ էր։ Հայ ժողովրդին, այո, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Այո, հայ ժողովրդին ուղղված ուղերձեր, մասնավորապես ապագայում ռուսական կողմի կոշտ նաև դիրքորոշումները, կոշտ քայլերը արդարացնելու համար։ Ես կարծում եմ հեռու չէ այն օրը, եթե Հայաստանի իշխանությունները փորձեն շարունակել այդ քաղաքական գիծը, հատկապես Ռուսաստանի նկատմամբ, հեռու չէ այն օրը, երբ իսկապես մենք Ռուսաստանի կողմից ականատես կլինենք կոշտ գործողությունների։ Իմիջիայլոց արդեն հայկական, այսպես ներհայկական խոսույթում կարծում եմ առաջիկայում մենք կտեսնենք, թե օրինակ ռուսական գազը կարելի է փոխարինել ադրբեջանական գազով,
որ Ռուսաստանը ավելի վատն է, քան Ադրբեջանը, պետք է Ադրբեջանի հետ եղբայրություն անենք եւ այլն։ Դրանք նարատիվներ են, որոնք նաեւ ինչ որտեղ ես կարծում եմ պետք են իշխանություններին արդարացնելու իրենց հակառուսական եւ պրոադրբեջանական քաղաքականությունը։ Այս իմաստով կարծում եմ նույնիսկ այս դրացումը հայ-ռուսական հարաբերությունների Հայաստանի իշխանությունների համար այսպես գործիք է, որպեսզի արդարացնեն իրենց պրոադրբեջանական քաղաքականությունը։ Շատ լավ, եւ վերջին հարցս, տեսեք, ասում եք անդառնալիության կետը չի հատվել դեռևս, սակայն այս առումով ինչ քայլ պիտի անի Հայաստանի իշխանությունը, որպեսզի այդ անդառնալիության կետը այնուամենայնիվ չհատվի եւ փոքրի շատ է իշահ պետության աշխատի, իշահ հայ ժողովրդի աշխատի, հա։ Տեսեք, մենք խոսում ենք, թե ինչ պետք է անի, բայց ինչպիսին է իշխանության քաղաքական գիծը։ Ամենակարևորը, այո։ Արդյոք այն իշխանությունը, որը ցանկանում է ունենալ գոնե թե նորմալ հարաբերություններ, թեկուզ հանուն Հայաստանի Հանրապետության տնտեսության, իր երկրի ներսում կտարածի այնպիսի նարատիվներ, որ Ռուսաստանը ճշնամի պետություն է, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում ու սրանով նաև ժողովրդին այսպես թունավորի ատելության այդ մաղձով։ Ընդհանրապես միջազգային հարաբերություններում ես կարծում եմ ամենակեղծ կատեգորիան դա բարեկամ պետություն կատեգորիան է։ Միջազգային հարաբերություններում կան շահակից պետություններ, կան դաշնակից պետություններ եւ կան թշնամի պետություններ։ Եթե մենք չենք կարող եւ վիճակի չենք մեր շահերը համադրել որևէ պետության շահերի հետ, առավելապես այնպիսի պետության, որը ունի որոշիչ նշանակություն եւ դասվում է մեծ տերությունների շարքին, ապա ինչպես մենք կարող ենք խոսել դաշնակից պետություն լինելու մասին։ Այստեղ բոլոր պարագաներում մեղքը եւ խնդիրը իշխանությանն է եւ իշխող էլիտային է, որը կամ պետք է վիճակի լինի համադրել իր պետության շահերը վճռորոշ պետությունների շահերի հետ կամ պետք է ուղղակի հրաժարվի իշխանություն լինելուց, որտեղ այլ պարագայում միշտ տվյալ պետությունը կրելու է վնասներ, ինչին եւ մենք ականատես ենք։